Հարգելի հայրենակիցներ, պարոն Թադևոսյան, պարոն Ավետիսյան, ներողություն եմ խնդրում, ես թույլ տվեք ներողություն եմ խնդրում, թույլ տվեք ասել, որ վիճակագրական կոմիտեն քիչ առաջ հրապարակել է 24 թվականի աղքատության ցուցանիշը 23-ի համեմատ 23.7%-ի փոխարեն կազմել է 21.7%, ծայրահեղ աղքատությունը նույնպես նվազել է 1.1%-ից հասնելով 0.6%-ի, սա ուղղակի իլրումն։ Իսկ հիմա, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնամ առաջիկա կիրակի օրը կայանալիք ընտրություններին, հարցը, որի մասին ուզում եմ խոսել, վերաբերում է նաև համապետական ընտրություններին։ Խոսքը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին է վերաբերում, առիթ եմ ունեցել ուսումնասիրել վաղաշաբաթ համայնքի ընտրություններում կուսակցությունների և դաշինքների մեջ մտած կուսակցությունների ֆինանսական հայտարարագրերը, որոնք մի ամբողջ տարվա ընթացքում այդ կուսակցությունները չեն ունեցել ֆինանսական միջոցներ, բայց տեսնում ենք, որ ունեն գրասենյակներ, ունեն ֆեյքեր, օգտվում են սոցիալական էջերի գովազդներից, այս ամենը ծախս է, որը արտացոլված չէ այդ կուսակցությունների ֆինանսական հայտարարագրերում։ Վաղաշաբաթի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, այդ թվում նաև այս պահին մասնակցող մեծ մասի ներկայացված հայտարարագրերում ակնհայտ երևում է, որ տարեկան ֆինանսական միջոցներ չունեն, բայց հետևելով նաև վերջին 20 օրերի իրենց հայտարարագրերը, նկատելիորեն կատարված են ծախսեր, որոնք վերջի օրերին չեն հայտարարվել ոչ նվիրատվությունների, ոչ դրամահավաքների ընթացք, բայց կատարվել են մուտքեր այդ հիմնադրամներ և ծախսեր են արվել։ Դիմում եմ իրավապահ համակարգին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ակնկալելով, որ առաջիկայում ուսումնասիրություններ կիրականացնեն և ծագում չունեցող միջոցները կդառնան թափանցիկ և հաշվետվողական, այդպիսով վերջ դնելով գրպանային քարոզարշավներին։ ԿՊ-ն միշտ հրապարակային ներկայացնում է թե ստացված եկամուտները, թե ծախսերը, թե նվիրատուների տվյալները, ու երբ մի բան են նկատում, առանց անգամ ճշտելու, կարող են մի ամբողջ շաբաթ սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում գրել, ջնջել, իմիտացիաներ ստեղծեն, միևնույն է, իմացեք, որ Հայաստանի քաղաքական դաշտում էտալոնային միակ թափանցիկ կուսակցությունը դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որ ամեն լուման արտացոլված է և այդ իսկ պատճառով ձեզ բազմաթիվ խոսակցությունների առիթ է տալիս։ Խոսքս ուղղում եմ նաև վաղաշաբաթի մեր սիրելի բնակիչներին, կոչ եմ անում լինել ակտիվ, կիրակի օրը գնալ ընտրատեղամաս և այդպիսով ապահովել բարձր մասնակցություն հանուն համայնքի բարօրության, զարգացման, ենթակառուցվածքների բարելավման։ Մեզ պետք չեն արկածախնդիր ղեկավարներ, մեզ պետք է լուրջ և պատասխանատու ղեկավար, հանձինս Արգիշտի Մեխակյանին, և ուրեմն կիրակի օրը ընտրում ենք համար 7-ին Արգիշտի Մեխակյանին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։